Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մետանոյան է և այսօր տաղավարում հյուրընկալել եմ 44-օրյա պատերազմի հերոս, Արցախի հերոս Դավիթ Արուշանյանի մայրիկին, Լիդա Արուշանյանին, որին և սիրով ողջունում եմ, բարև ձեզ տիկին Լիդա, ուրախ եմ ձեզ իմ տաղավարում տեսնելու համար, ինձ միշտ ապշեցնում է, անկեղծ եմ ասում, ձեր ուժը, ձեր կորովը, ձեր այդ պայքարող տեսակը և շարունակական 20 թվականից այս կողմ, մինչ այդ աղետալի իրադարձությունները տեղի ունեցան մեր ժողովրդի հետ և մասնավորաբար ձեր ընտանիքի հետ դուք կորցրեցիք ձեր զավակին, դուք չեք ընկրկում, դուք շարունակում եք ձեր կռիվը, ձեր պայքարը հանուն ազատագրվելու այս սրիկա համակարգերից։ Ձեզ վերջերս տեսնում եմ նաև Բագրատ Սրբազանի դատական նիստերի ժամանակ ամեն անգամ գնում եք տիկին Լիդա, ինչ նպատակ եք հետապնդում այնտեղ գտնվելու և ինչ ասելիք եք ուզում հասցնել մեր ժողովրդին, այն ադեկվատ զանգվածին, որոնք հետևում են ձեզ։ Ճիշտ ասացիք, ադեկվատ զանգվածը, հենց ուզում ենք այդ ադեկվատ զանգվածին արթնացնենք, ժողովուրդը մի քիչ համախմբի, խելքը գլուխը գա, իմանան ինչա կատարվում, չգիտեմ ինչի մարդիկ, ես էլի եմ ասել, մի անգամ ասեմ, նարկոզի տակից դուրս եկեք, մարդիկ քնած են, չգիտեմ ինչի մենք ինչ ենք դարել։ Հիմա նիստերին որ գնում եք, տիկին Լիդա, ես տեսնում եմ այնտեղ նույնիսկ ակցիաներ եք կարողանում իրականացնել և Բագրատ Սրբազանի նկարը ձեր ձեռքին էր և դուք մի արտահայտություն արեցիք, որ իմ տղան պայքարել է, չի նահանջել և դուք էլ չեք նահանջելու։ Եվ ինչպես եք կարողացել Սրբազանի նկարը ներս տանել, ձեզ այնտեղ չեն կանգնեցրել, չեն ստուգել, այ կուզեմ մի փոքր մանրամասներ, ոնց եք կարողանում ձեր ակցիաների իրականացնել այնտեղ։ Մուտքի մոտ ինձ կանգնեցրին, մի անգամ ես Սրբազանի նկարը տանում էի, ինձ ասեցին չպիտի տանես, ասեցին նկարից վախենում եք, ասում չէ, ասեմ բա ինչի չեք թողում, ասում չի կարելի, ասեցի իմ համար կարելի է, այս սխտի կտորից վախում եք, ասում ոչ, ասեցի ուրեմն տանում եմ, զոռով տարա, հաջորդ անգամ արդեն ինձ ճանաչեց, բա վերարկուտ հանի, վերարկուտ կոճակները անջատի, վերարկուից կոճակները անջատեցի, ես գիտեի ինչա լինելու, որ անջատեցի նկարի ծայրը երևաց, նկարի ծայրը երևաց, բայց դուք չեք մտնելու, ասեցի մտնելու եմ, բայց չեք մտնելու, ընդեղ մոտեցան փաստաբաններ, մոտեցան դեպուտատներ, ընդեղ Գառնիկներ, Դանելյան, ընդեղ Մանուկյան գեղամներ, բոլորը ասում չի անցնելու է, իրանց ղեկավարը ասում թող մտնի, ասում չի մտնելու։ Այսինքն տեսան Բագրատ Սրբազանի նկարը ձեզ մոտ և թույլ չտվեցին։ Ես էլ վրադիր հանեցի տղայիս նկարը, միացրի Շուշի երգը։ Այդ Շուշի երգից էլ գազազեցին, հանեցի Արցախի դրոշը։ Բառից բուն իմաստով կարելի ասած խելագարվեցին, ասում բունտ անում, չգիտեմ միտինգ անում, ինքը չպիտի անցնի։ Իսկ ոնց կարողացաք այս վերջին անգամ անցկացնել նկարը և արդեն ներսում դատական նիստի ընթացքում։ Սյուզի Բադոյանը եկավ, ասեց, եթե Արցախի դրոշից եք վախենում, ես Արցախի դրոշը հանեմ, տանեմ, դուք արեք, ասեցի ոչ, ես չեմ ուզում ձեզ էլ բանի տակ գցեմ։ Դրոշը վերցրի, ձեռքին խփեցի, ասեցի Արցախի կողա, անցնելու եմ, ու անցա։
Տիկին Լիդա, դուք արմատներով Շահումյանից եք։ Շահումյանի շրջանի Հայ-Պարիս գյուղից եմ։ Այո, ես մի փոքր ուզում եմ նաև այսպես անցնել ձեր կենսագրությունով, Տիկին Լիդա, թե ինչ պայմաններում եք դուք հայտնվել Շահումյանում եւ կրկին կորցրել եք ձեր այդ մի փոքր, ձեր մի բուռ հայրենիքը հողը, ձեր ծննդավայրը դեռևս 90-ականների սկզբին։ Ուրեմն ես 75 թվականից ապրում էի Երևանում, աշխատում էի վիտամինների գործարանում, երեխես 1 տարեկան էր։ Քանի որ գյուղից լուրջ չունեի, հեռախոսակապ չկար, նամակ չկար բան, ասեցի մեկը արձակուրդի մեջ եմ, երեխուց վերցրի, գնացի փոքր այրոպորտ, կներեք, որ մանրամասն եմ պատմում, Չէ, ինձ հետաքրքիր է լսել։ Մի քանի օր այդտեղ շարունակ սպասելուց հետո հաջողվեց Շահումյան գնացող էի ես ուզում նստեմ, Շահումյան գնացող վերտալյոտներ կային, չկարողացա բան անեմ, ասեցին կուզես գնաս Ստեփանակերտից գնաս, ասեցի կգնամ, որ նստեցի Ստեփանակերտի վերտալյոտը, Ստեփանակերտ գնացող, իմացա թե բանա, նստարաններ էր, որ բուշլատներ էր փռած, որ նստեցի այդ բանը, սենց գնաց, նայեցի տեսա բուշլատների տակ ավտոմատներ են, ասեցի սուր եմ գնում, բայց չփոշմանեցի, ասեցի իմացա ուր եմ գնում, գնացինք այրոպորտը Ստեփանակերտին դիչանք, մեզ թուրքերը ստուգեցին, դաժե երեխայից, մի քանի ժամ շարունակ, շորերով, են ամենափոքր ձեռքի։ Դա որ թվականներ, Տիկին Լիդա, 91 թվական։ Արդեն պատերազմը սկսվել էր արդեն, դեռ չէ։ Պատերազմը հլա չէր սկսվել, ուղղակի սկսվելու վրա էր։ Սկսվելու վրա էր, պայքարը սկսվել էր։ Պայքարեր արդեն հայ-թուրք իրար սկսել ենք ատել։ Այդտեղից տաքսիով գնաց Շահումյան։ Գնդակները մեր գլխի վրայով սենց անցնում էին։ Ես ու մի հատ Շահումյանցի կին էինք, եթե կա թող հիշի, բան էր, հիվանդանոցում էր աշխատում, անունը Թանգի էր։ Թանի։ Թանգի, հայեր։ Հայեր անունը Թանգի։ Միասին հասակ Շահումյան, Տիկին Լիդա։ Միասին հասակ Շահումյան, զարմացել եմ, տրանսպորտ չկա, բան չկա, ասեմ ոնց են գնալու, այդ ընթացքում գյուղի Շահումյանի վերջում մի հատ հարսանիք կար, բոլորը հավաքվեցին, որ ինձ ճանապարհեն, հələ այն ժամանակ էր, որ մարդիկ իրար սիրում էին, իրար բան էին անում, տեսանք մի հատ երազ եկավ, ուազ էր ավելի շուտ, մենք կակրած գնում ենք Պարիս, նստեց տեսա մեր գյուղացի ջահել տղար կնքեն, էլի նույն ավտոմատներով, արդեն զինվում էին, արդեն զինված էին կամ արդեն զենք էին մատակարարում։ Զենք էինք բերում, հասա մեր գյուղ, պատկերացնում եք, որ ես մեր գյուղ էի գնում, սաղ գյուղը ուրախանում էին, նստում, խոսում էինք, բան Երևանում ինչ կա, ստեղ ինչ կա, մերս ասում, ուր ես եկել այ աղջիկ ջան, զարմացա, ասցի այդքան վատա բահա։ Դուք անգամ չեք է պատկերացնում, որ արդեն վիճակը այդքան վատ է։ Բայց այդքան սարսափելի չէի պատկերացնում, արդեն առավոտը լուսացավ, իրավիճակին բոլորը եկան, իրանք Երևանից, ես մեր գյուղից սկսեցինք զրուցման, իմացա, որ վերջը վատ լինի։ Ես ուզում եմ մի դրվագի անդրադառնալ, որը մեր նախնական զրույցի ժամանակ դուք ասացիք, Տիկին Լիդա, փաստորեն գնացել եք ձեր գյուղ արձակուրդներին եւ հայտնվել եք շրջափակման մեջ եւ մի կերպ այդ շրջափակումից կարողացել եք 2 տարուց հետո 2 տարի մնալով Շահումյանի բլինդաժում տներում չենք մնացել 2 տարի մնալով Շահումյանի ձեր գյուղում բլինդաժում օղակված բլոկադայի մեջ մի կերպ կարողացել եք մազապուրծ լինել ձեր
որդու Դավիթի հետ, դեռևս այն ժամանակ, երբ նա արդեն 2-3 տարեկան երեխա է եղել։ Ձեր պայքարը եւ կռիվը հանուն հայրենիքի եւ այն նվիրումը հանուն ձեր ծննդավայրի, ձեր հողի, ձեր գաղափարի 90-ականներից արդեն ձեր միջով անցնում է, Տիկին Լիդա։ Եվ բնական է, որ այդ ոգով էլ ձեր որդուն եք դաստիարակել, բնական է, այն ամեն ինչը մենք տեսանք։ Դավիթը նաև ստացավ Արցախի հերոսի այդ պատվարժան կոչումը, զուգադիպություն, ինչպիսի զուգադիպություն։ Ուրեմն մենք այդ ժամանակ, որ մենք պետք է դուրս գայինք, խաղաղվել ենք Շահումյանից։ Խաղաղվել էր Շահումյանը։ Մեր գեներալը նախագծել էր բոլորը Չալյան Սերգեյը։ Ղեկավարն էր ու Հայաստանի ամենալավ ֆիդայինները մեր գյուղում էին, Ազգալջյան, Ջիվան Աբրամյան, Կրպեյանն է կլիներ։ Կրպեյանը բանում էր, Կրպեյանը այդ ժամանակահատվածում ազոհվել, այո, Գետաշենում ազոհվել Կրպեյանը, դրանից արդեն իմ գնալուց մի տարի հետո, մարտի մայիսի 1-ի նախօրյակին էր։ Եվ այդ վստահությունը կար, որ կկարողանաք դուրս գալ։ Արդեն մենք բան էինք, ասում ենք արխային ենք, արդեն մենք ասում ենք եւ միջև Եվրախ գնալու ենք։ Դա փաստան է էլի։ Բայց անկավ Շահումյանը։ Շահումյան մեկ էլ տեսանք, ընկավ։ Մեր փոքր գյուղի վրա, փոքր չէր, միջագյուղ էր, հարձակվեց 24 տանկ։ Տանկերը շարժում են ռուսական զորքը, թուրքերը։ Շատ մարդիկ մնացին, որովհետև մեկը այգում էր, մեկը տանն էր, մեկը դաշտում էր, շատերը մնացին, իմ 2 հոր եղբոր կանայք մնացել են։ Մենք դուրս եկանք, բոլորս հավաքվեցինք անտառների միջոցով։ Մեզ անտառը փրկեց, տրանսպորտ չկար, բենզին չկար, բոլորի մեքենաները իրանց հայատներում կանգնած, բայց տրանսպորտ չկար։ Մեզ փրկեցին մեր անտառները, մեկ էլ մեր ունեցվածքը, որ թուրքերը եկան մտան գյուղ սկսեց թալանը, մենք սարերից տեսնում էինք, չտես թուրքերը, ոնց են մեր գույքը տանում։ Այդ անտառները մեզ փրկեցին, բոլորս ամբողջ 18,000 բնակչություն ենք ունեցել, 14 գյուղ, Շահումյանը, բոլորս եկանք հավաքվեցինք Գյուլիստան գյուղում։ Գյուլիստանը ամենաանառիկ գյուղն էր, սարերի բանին, ամել Շահին Մեղրյանին ենք վստահում։ Տիկին Լիդա, այդ ոգին, այդ ամրությունը, այդ կորովը ձեր արցախյան գեներում եք դուք տեսնում, թե կապ չունի, եթե հայկական գեն է, ապա միանշանակ այդ հերոսական վերաբերմունքը գաղափարը կա յուրաքանչյուր հայ մեջ։ Իրար հետ ես նախօրյակին չասեցի, մենք միջև այդ մեր գյուղը պահել ենք, բահով, կացնով, եղանով, փետով, պոստ կանգնելով, ապրեն մեր տղաները, ովքեր երևի լսում են, կհիշեմ, բոլոր տղաները մեր զոհվել են, շատերը մեր քաղաքներում ապրող տղաները, Ռուսաստանում ապրող տղաները, որոնք լսել են, ով որտեղ եղել է, բոլորը եկել են, դաժե բանակից չզորացրված, բանակից փախել սովետական բանակից, եկել են Երգեջից լավ տղաներ ենք ունեցել, մեր գյուղացի լավ տղաներ ենք ունեցել, Կարաչինար գյուղից լավ տղաներ ենք ունեցել, Բուզլուխից լավ տղաներ ենք ունեցել, ես եթե հետաքրքիր կլինի ձեր անունները։ Ես ուզում եմ մի փոքր անդրադառնամ այդ փուլերով անցած հայ կնոջ
պայքարի տեսակին, կոնկրետ մասնավորաբար ձեր մասին եմ ուզում խոսել իհարկե։ Փաստորեն 90-ականների Արցախյան պայքար կռիվ, կորցրեցիք ձեր գյուղը, տեսակ այդ բոլոր դաժանությունները, այդ սարսափները, բայց ամեն դեպքում վերջում պսակվեց հաջողությամբ, ճիշտ է, Շահումյանը չկարողացան գետ բերել, բայց Արցախը մնաց կանգուն եւ ինչ տարածքներ որ կար հետ վերցրեց մեր նոր ձևավորվող բանակը կամ այդ ֆիդայական շարժումը, հա։ Հետո մենք ունեցանք 16 թվականի ապրիլյան պատերազմ, հաղթեցինք, որին հաղթեցինք կրկին եւ երրորդը 44 օրյան, որը ձեր համար նաեւ անձնական մեծ ողբերգություն եղավ։ Մենք ասում ենք միշտ 3 պատերազմ, բայց այն օրը ես հաշվել եմ, մենք 7 պատերազմ ենք տեսել այս ընթացքում։ Դե ես նաև ջերմուկը, այո, իհարկե, այն 15 տղաները, այն արանքների 7 պատերազմ։ Ես խոշորներն եմ ասում, բայց դրան նաև խոշորը որն է ջերմուկում 300-ի չափ հայորդի են կորցրել։ Այդ հիմա սրանք են ասենց թվերը իրանք քչացնում են, բայց ես հո գիտեմ, ես զինվորական ընտանիքում եմ եղել, գիտեմ ինչ era կատարվել եւ հետո ես բան չեմ, որ քնած չեմ, որ չիմանամ ինչա կատարվել եւ ինչա կատարվելու։ Ես ասել եմ, ես պատերազմի հենց սկզբից ասել եմ, զգուշացեք։ Այս խմորը շատ ջուր է տանելու։ Ծիծաղում էին ի վրա։ Ասում եմ դու ինչ գիտես, ղեկավարությունն ես, ասում ղեկավարությունը շատ փոքր է, որ շատ բաներ իմանա։ Ղեկավար լինել չի նշանակում, թե շատ բան գիտի։ Դուք ես վերջինը նկատի ունեք 44 օրյայի մասին եք, չէ՞ խոսում Տիկին Լիդա։ Այո։ 44 օրյայից հետո դուք ակտիվ պայքարի մեջ եք Տիկին Լիդա եւ փորձում եք ձեր ձայնը ավելի բարձր եւ հնչեղ դարձնել, որպիսի մարդկանց ինչ որ բան հասկացնել եւ աղետներին դեմ առնել։ Չեն լսում։ Ձեր միջավայրում ինչպես են ձեր ասածները ընկալում, համոզվում են, հասկանում են, ընկալում են, ինչ կասեք։ Մենք ծնողներով մի խումբ ենք կազմել, ունեինք մեր օֆիսը, այն հայրենասեր ծնողներով։ Մեզ էլ բան արեց, սկզբից մեր մեջ էլ մտավ, այսպես ասած, ոնց որ մեր տները մտավ, մեր տունը քանդեց, մեր մեջ էլ մտավ։ Սկսվեց Գայանեից սկսեց բռնել նիզաշտո տեղը, ինքը ընդամենը ուզել էր ցույց տա իր հոր արարմունքը։ Այսքան պարակտիչ գործողություններ նաև զոհված ծնողների այդ միությունում արեց։ Շատ բաներ են ասել, անտեսել են, փնովել են, շատ ներողություն, այս պարավը, այս ժադուն։ Ես չեմ կարդում։ Ինձ մեկ ասում են, ասում ես չեմ կարդում։ Թող ինչ ուզում են ան։ Ես իմ հայրենիքի համար եմ պայքարում։ Ինչ ուզում են ասեն։ Ես չեմ ուզում կորցնեմ իմ հայրենիքը, էնել եւ միջոցով։ Թուրքը, ես ապրել եմ Ադրբեջանում, գիտեմ թուրքի պատմությունը, թուրքի աշխարհագրությունը, թուրքի գրականությունը, որը չեն ունեցել, ոչինչից պետություն ստեղծեցին, ոչինչից։ Օրինակն եմ բերում են չհասկացողներին թողնձներեն, ասում ոնց եղավ, որ Ադրբեջան պետությունը ստեղծվեց, ասում եմ մի այգիդու ուներ, մի այգի էլ մեկ ուներ, այստեղ մի փոքր տարածք կար, թուրք եկա մտավ այս տարածքը, քեզ ասեց չափարդ մի քիչ են կողմ դիր, այն մեկին ասեց դիր, նա էլ դրեց ու պետություն ստեղծվեց։ Արաբից լեզու գողացավ, մեզնից պատմություն գողացավ, մեր եկեղեցիները գողացավ, Իրանից հողեր վերցրեց, Ադրբեջան անունը 21 թվականին Ստալինը միջև այդ կոչում էին թաթարներ, Կովկասի թաթարներ։ Ստեղծ պետություն։ Ստեղծվեց պետություն,
Մենք էլ հաղթանակը արեցինք, թող ինձ ներեն։ Իմ բանով հանգստացանք, իմացանք, թե թուրքն էլ է հանգստացել, բայց թուրքը մնում է թուրք, հերս մի լավ խոսք ուներ, բոլորը դա գիտեն, ասում էր թուրքը մնում է թուրք, դա ճիպոտը ձեռից մի գցի, մենք մեր ճիպոտը մեր ձեռքից գցեցինք, կներեք, որ մանրամասը կամ էլ գյուղական կամ էլ ասացվածքներով են Չէ, ճիշտ է, համեմում եք նաև, բայց ուզում եմ ասեմ, որ մարդիկ հասկանան, պետություն ստեղծվեց 87 քառակուսի կիլոմետր, մենք էլ փոքրանում ենք, մեզ երբ որ մենք ասում ենք մեր Սյունիքն են մտնում, ասում է Սևլիճը մեզ ինչն է պետք, սարերա, ցուրտա, ձյունա, ես միշտ օրինակը տերում եմ, ձյունա այդ սարերի վրա, մեր ինչն է պետք։ Կղզիներում բնակչություն կա, բախի Ջիբուտին հանձնում Կուրիլյան կղզիները, ասում մարդ չկա, ճապոնացիներ վերցրեք։ Տիկին Լիդա։ Ես չեմ ասում կներեք ամենագետ եմ, որ օրինակը բերում եմ, ես հասարակ լեզվով եմ պատմում, որ մարդիկ հասկանան։ Բանը տղաս ժամանակին, որ գնացել էր բանը, արձակուրդ եմ ասում, գնում էին եղնիկներ, գործողման էին գնում։ Մի օր զանգեց ասեց, մամ, էս ինչ լավ տեղ է, ինչ ես թողել Երևան եկել, Երևանը քո ինչն է պետք, ստեղից նայում եմ, ձեր գյուղը երևում է, մամ, մի վախեցի, հետ ենք բերելու, էս ինչ լավ տեղ է, որ նայում եմ, լրիվ կանաչ է, բայց ոնց որ թուրքերել են ապրում, դեզեր կան, դեղ բաներ կան, լված կապրած բան, ոնց որ, բայց մի վախեցի, մամ, հետ ենք բերելու, որ ասում էր սիվսս լայնանում էր։ Վստահ էիք, որ միանշանակ ձեր գյուղը հետ են բերելու։ Մեզ հանձնել է Լևոնը, ասում եմ, մենք քավության նոխազ էինք, մեզ հանձնեց Շահումյանը նկատի ունեք, Շահումյանի մեր շրջանը։ Շահումյանի շրջանը, ասում եմ, ես միշտ ասել եմ, ուրիշ բաներ, մեր ֆիդայինները, չմոռանամ մի բան ասեմ, մեր ֆիդայինները զարմացած են մեր բնությունով, մեր գեղեցկությունով, մեր անտառներով։ Ես շատ եմ լսել, որ ասում են մեր ֆիդայիններին, մեր զինվորներին հաց չեն տվել։ Ուզում եք հավատացեք, ուզում եք մի հավատացեք, ամենայն ազնվությամբ, մենք գյուղացի, նախ մենք սով բլոկադա, ճիշտ է բլոկադայի մեջ ենք եղել, բայց մենք սով չենք տեսել, որովհետև գյուղական շրջան էր, մենք վարել, ցանել կերել ենք, ցորենը կար, ալյուրը կար, բաղջան կար, մեր հողը բերի, մենք բանի պակասություն չենք եղել, խոզերը, լիքը, մենք ֆիդայիններին, մենք ասում ենք խոնաղ ենք անում, հյուր, մենք հյուր տանելու համար իրար հետ վիճում ենք, ասում ենք այսօր մեր հերթն է, այսօր մեր տուն են գալու, վաղը մյուս տունը, ասում ենք վայ, ինչ լավ տեղ է, որ կռիվ պրծնի գալու ենք ստեղ ապրենք, հարսանիք աղջիկներ են մեզանից ուզել, հարսանիքներ են քարել, մեր եկեղեցիներն են տղաները շենացրել, մաքրել, բանարել, ընդեղ միջև մեր եկեղեցին ձեր չենք տվել, մաքուր մնացել է։ Հիմա տեսեք, Տիկին Լիդա, դուք Շահումյանի կորստից խոսում եք, հուզվում եք, բնականաբար նորից գնում եք այդ 90-ականների հուշեր, նորից վերապրում եք այդ ամեն ինչը, բայց արդյունքում ցավով պիտի արձանագրեմ, մենք այսօր կորցրեցինք մի ամբողջ Արցախ։ Մի ամբողջ Արցախ։ Մենք կորցրեցինք 90-ականներին Շահումյանը, հետո այսպես 20 թվականին կորցրեցինք Շուշին, հանձնեցինք Շուշին, ավելի շուտ, ամբողջ հարավային հատվածը հանձնեցինք մինչև Շուշի, մտածում էինք, որ գոնե մնացածը կկարողանանք պահենք, այս մարդը գնաց էդ էլ հանձնեց, ասեց Արցախը Ադրբեջան է եւ վերջ։ Եվ վերջ։ Մեզ զրկեց ամբողջությամբ մեր հայրենիքի այդ կտորից։
այդ պայքարի արդյունքում ձեռք բերված այդքան բազում զոհերի եւ գիտեք կինն էլ ասում էր այդ զոհերը ինչ առ ոչինչ են, հանուն ոչնչի են զոհվել եւ այսօր ունենք այս իրավիճակը։ Հիմա հուշերը եւ այդ հուշերի վերապրումը իրականում շատ դառն է եւ շատ ծանր է։ Ես ձեզ ասեմ, որ ես էլ արմատներով Արցախից եմ եւ ձեր նշած այդ 90-ականների ողջ այդ ցավը ես դեռ երեխա էի, մենք Երևանում էինք ապրում, մամայիս կողմն էր, Մարտակերտից էին։ Ես հիշում եմ, որ Մարտակերտը երբ թուրքերը վերցրեցին, 11 ամիս Մարտակերտը մնաց թուրքի ձեռքը, կիմանաք։ Ես բոլորը գիտեմ։ Այո, Շահումյանից հետո մտանք, որովհետև երբ որ ընկավ Շահումյանը, Մարտակերտը դարձավ ամենախոցելին, դա այդ գիծն Մենք էր։ որ Թալիշով մտանք։ Այո, ամենախոցելին դարձավ Մարտակերտ եւ Շահումյանից հետո շատ հեշտությամբ կարողացա Մարտակերտը վերցնել, ինչպես դուք ասեցիք, անտառները ձեզ պահեցին։ Այդպես իմ քեռու ընտանիքները, իմ քեռու աղջիկների ընտանիքները անտառներում են ապրել, շատ լավ կիմանաք, ամսից ավել երևի, միջև ոտքով եկել հասել են Ստեփանակերտ։ 400 կիլոմետր Այո, ոտքով մի կերպ եկել, թե մի մասը Վարդենիսով էին եկել, մի մասը Ստեփանակերտով, ես արդեն չեմ հիշում, ես երեխա էի այդ ժամանակ, բայց այդ ամբողջ ապրումը ես ապրել եմ ու ինձ համար շատ ծանր թեմա է Արցախյան հենց 90-ականների կռիվը, բայց այսօր մենք ամբողջությամբ զրկվեցինք այդ ամենից, մեր հրաշք այդ երկրից, այդ բերի, այդ ուժեղ, այդ, չգիտեմ, էլի այդ ոգին բարձր տարածքից, ինչ եմ ասում, ոգին բարձր, որտեղ Արցախի հողի վրա հենց ոտքդ դնում էիր, ոգիդ բարձրանում էր, այդպես չէր Տիկին Լիդա։ Այո, ես միշտ ասել եմ, ասեմ, Զատուլինն էր ասում, ես էլ եմ ասում, ինչի ես չասեմ, Զատուլինն ասում, ինչի, Զատուլինն ասում է, եթե Արցախցին մեկից հող ա վերցրել, դա նույնն է։ Ճիշտ է։ Ընդեղ մտել են, ճիշտ է, բայց գյուղ կա, մի հատ երկեցի մարդ ասում է, մեծ մարդ է, ու միշտ գալիս Արնուն Ալբերտա 96 տարեկան այն մահակա ձեռքին որ ցենց խոսում է այնտեղ մողոլ թաթար Չինգիզ խան չգիտեմ թուրք սելջուկ ոչ մեկը չի մտել սա եկավ մեզ խափեց նախ եկավ արցախցիներին խափեց քաջ լինելով հանդերձ մենք ոչ թե միամիտ ենք, այլ ազնվասիրտ ենք, մեր հոգիները մաքուրա, մենք մեզ ու գյորա ենք իմանում, այս մեր բարբարով ասած, մենք մեզ նման, որ ասած Արցախը Հայաստանը եւ վերջ նախ այդ ստորիանը, այդ ստորիա ասած իրա բարերը չէր, դա Լեոնիդ Ազգալյանի բարերն է, Լեոնիդ Ազգալյանն էլ մեր գյուղում կռվել Արմենակ Արմենակյանը, Լեոնիդ Ազգալյանը բանից Գյուլստանից ներքև մի հատ գյուղ կա Տոնաշեն, ընդեղ ազոհվել հունիսից։ Տոնաշենը Մարտակերտի գյուղ էր։ Հա, դեր բանի գյուղն էր, բայց մեզանից ավելի մոտիկ էր։ Այո, եւ Մարտակերտի 6 գյուղ մնաց Շահումյանի հետ միասին, հենց ի սկզբանե էլ մնաց ու մնաց դա էլ երբևէ հետ էլ չբերեցին 6 գյուղ Մարտակերտից։ Այո, մնաց։ Այդ գյուղերում իմ քույրերը հարս էին, իդեպ։ Քույրերիցս մեկը Չայլույում էր ամուսնացած։ Մյուս քույրս ամուսնացած էր Լեննավան։ Այո։ Մարգուշևան էին ասում, հա։ Իրենք այդպես էլ տները թողեցին ու դուրս եկան, այնպես որ այդ գյուղերին էլ շատ ծանոթ են։ Մարգուշևան գիտեք ինչի է կոչում։ Դա բեկի աղջկա անունն է, Մարգուշա է։ Հետո Լեննավան դարավ կողքներ կար Կարմիրավան գյուղը։ Կարմիրավան, այո։ Հետո Մարաղան։ Հա։ Հետո Մարաղան։ Իջանք ներքև մի քիչ Տիկին Լիդա։ Ես հիմա ուզում եմ այս վերապրումից զատ հասկանանք, թե այսօր մենք ինչ խնդիրների առաջ ենք կանգնած, Տիկին Լիդա։ Մենք ահավոր խնդրի առաջ ենք կանգնած։ Ինչ ելք եք տեսնում դուք որպես հերոսածին մայր, նաև պայքարող մայր եւ նաև խիստ ադեկվատ կին եւ այդ ձեր ցավի եւ ցասումի մեջ էլ շարունակում եք այդ ձեր կռիվը, ես այսպես ձեզ նայում եմ հաճախ ու ասում եմ
բա լավ, մենք ինչ իրավունք ունենք ինչ որ բանից բողոքենք կամ մենք տենց լինենք անտարբեր, տենց հուսահատվենք, ընկրկենք, երբ ձեզ տեսնում եմ եւ նաեւ իմ շատ մտերիմ ընկերուհի Ալիսա Գևորքյանին, լրագրող։ Դուք եւ Ալիսը ինձ համար այն սիմվոլներն եք, որ մենք իրավունք չունենք նահանջելու եւ ընկրկելու։ Դուք հավատացեք, մեզ շատ մեծ ուժ եք տալիս, Տիկին Լիդա։ Իմ շատ շնորհակալ բոլորիդ, շատ շնորհակալ եմ այդ բառի համար։ Իմ ծնողներն էլ։ Ես ասում եմ իմ ծնողները, որովհետեւ մեծի ես եմ։ Որ մի բանալ լինում, ինձ մայրիկ են ասում, տատիկ են ասում, որովհետեւ մեծի ես եմ։ Ես շնորհակալություն բոլորին։ Այո, մենք միջև վերջ պիտի պայքարենք։ Վերջ ունի սկիզբ, ունենալու է վերջ։ Երբեք հայկական հողը չպիտի մնա Թուրքին։ Մենք չունենք առաջնորդ։ Մեր առաջնորդը մեր ղեկավարի անունը չեմ տալիս, շատ ներողություն կոպիտ բառա պիտի ասեմ, ես իրան ոչ լոտ եմ ասում, ես Նիկոլին այս հայ ժողովուրդ ենքան անեցք տվել, ենքան բաներ ասել, ես էլ ավելացնելու բան չունեմ, այդ անեցքը, այդ նզովքը, այդ խարանը իրան 7 տարի հերիք, 7 պորտը հերիք է, որ ինքը վայելի, իրա ընտանիքի, իրա կնոջ, իրա երեխեքի հետ։ Ես նրան էլ անեցքի տեղ չկա, նախ ինքը ժողովրդին խապեց, ասա ինչի խապեց, ինքը նախորոք միջև պատերազմը, որ մարդիկ խաղաղ են եղել, են որ ասում են Ղարաբաղցիք, ասում է Քոչարյանն ու Սերժն են հանձնել։ Մի տես մենք ինչքան անմարդկային ենք մենք հայերս էլ մեր մեջ։ Ասում են 91 թվին հանձնել են։ 91 հանձնել է։ Դա абսուրդ է, 91-ին նոր էր սկսվում այդ շարժումը, այդ ո՞նց են հանձնել։ Օրինակը բերում եմ, ասում եմ, որ դուք գնում եք խանութ, կներեք, որ մանրամասն եմ պատմում, որ գնում եք խանութ, մի բան առնելու։ Այդ մթերքը վերցնում եք փողը տալիս չէ, ասում բա դու մթերք որ վերցրել էին, խիչ էին տանում, ասում եսիմ, տգիտության շքերթ է էլի, ինձ ասում որ դու գնում ես ինչ որոշները, ասում ես միջև վերջ գնալու եմ, գնում ես ուր, ինչը նկատի ունեն, դատարաններին, ակցիաներին, հավաքներին, որ մասնակցում եք։ Ինչ ես անելու, ասեմ ես մասնակցելու եմ, իմ սիրտը գոնե հովանում է, ես իմ նպատակին ես չհասնեմ իմ թորնը հասնելու, փառք Աստծո 4 թոռ ունեմ, Ալիսան էդ էլ չունի։ Ալիսան շատ մեծ կորով ունի եւ նա շատ դեռ երիտասարդ է եւ կարծում եմ, որ իր պայքարը հենց այն մնացած բոլոր բալիկների, երեխաների հստակ օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի հայ մայրը։ Ինքը հոյակապ մարդ է։ Եվ տեսնում եք, թե նա ինչ պայքարամղում ու ինքը միշտ ինձ ասում է, որտեղ որ կլինի 2 մարդ, երրորդը ես եմ, մի մարդ, երկրորդը ես եմ, ու դուք տեսնում եք, ոնց դուք տենց էլ ինքը եւ նաեւ էլի շատ ծնողներ կան, միգուցե Աստղը Գալեյան, Աստղը ֆանտաստիկ կին, եւ ոնց են հետապնդում այդ ընտանիքներին, ամուսինը դատապարտված, այո, Ռոստոմյանը, այո։ Սրբազանի կողքով քայլելա ու վերջ։ Այո։ Դավաճանը։ Հա, ես խոսքս Այո, խնդրեմ, շարունակեք։ Խափեց ժողովրդին։ Ինքը նախորոք միջև պատերազմը մենք երբ են որ ասում մենք խաղաղ եղենք մեր լեռների պես, ինքը հունիսին եկավ գնաց եկավ բանակցությունների, չգիտեմ որտեղ։ Այդ ժամանակա ինքը հանձնել պայմանավորվածություն, ոչ մեկը, ոչ թուրքը, ոչ էլ ինքը, չէին պատկերացնում, որ այսքան երկար կլինի։ Իրանք որոշեցին, մի թեթև բան ստեղծեն, կայծ, ու ինքը հանձնի, բայց ինքը չէր սպասում, որ սենց կլինի։
ու բոլորը հանձնվեց իրան։ Դե տեսեք իրեն Կես-կես։ քանի անգամ ասել է, չէ, նաև ռուսական կողմը, որ Այո։ կարող են կանխել եւ այլն, ասել է, չէ, մենք կկռվենք։ Մենք կկրվենք։ Ամեն օրը, չգիտեմ, 300-400 տղայի կյանքը է Ինքը սխալել, ասում է, այս սրիկա։ ինքը նույնիսկ ուզում էր հրաժարվի, բայց Պուտինի նման մարդին ինքը կարա բանանի։ Վայ, սա ձեզ կասեն դուք ռասիստրուկ եք, այս սրա բաները, թափթփուկները։ Վալդայա թե Վալդայի ակումբը, Վալդայի այո, ակումբում աշխարհի ժուրնալիստները նստած ինքը ասաց, որ ես առաջարկել եմ երկու անգամ 9-ին եւ կարծեմ 19-ին, ասել я буду воевать, դիգնա воевать արա։ Մենք կռվել ենք, մենք եթե դեմարդեմ լինեինք, մեր տղաները չեն պարտվել։ Դրվագներ կա, որ կարդում ես մազերս փշաքաղում է, թե ինչ էր ա եղել։ Ինքը կռվում էր, մեծ թուրք Էրդողանը կռվում էր, Պակիստանը կռվում էր, Իսրայելը զենք էր մատակարարում, բանն էլ փոշի էր բանալում, Ուկրաինա, մեր երեխեքի ոտերը ինչի ա վառված։ Դե ինչ տեսակի զենք ասես կիրառեցին Ամեն ինչ մեր վրա կիրառեցին։ Ավելի ոչ թե չկարողացանք, այլ սրանց պատճառով մենք չկարողացանք գոնե իրավունքը պաշտպանել մեր միջազգային հարթակներում, չկարողացանք։ Գիտեք ինչի, ասում է նախ ուժեղի միշտ թույլն է մեղավոր, հետո էլ մենք պատվազրկվեցինք։ Իրանք տեսնելով մեր ղեկավարության այդ ստոր այդ ձևը, թեկուզ իր այդ տեսքը շատ կներեք դա էլ նշանակություն ունի։ Նայում ես այդ ուզբեկ Տոկաևին, թող ինձ ների, ուզբեկ նովա, նայում ես ուզբեկ Տոկաևին, նայում եք այն մնացած երկրների ղեկավարներին, այն օրեն ինչ էր, մանեկա, որ միտեղ ճարի կանգնեց չերևաց նկարում։ Դե լավ, թե ոնց պիտի երևա։ Հիմա տեսեք, մենք այդ ամեն ինչը գիտենք եւ շատ ցավալի իրողություն ա, չգիտեմ, էլի այս ամենից ոնց պիտի բրցնենք, բայց հիմա էլ առաջիկայ խորհրդարանական ընտրություններ են, Տիկին Լիդա, բոլորը շատ ակտիվ, այսպես ընդդիմադիր քաղաքական ուժերը վերադասավորվում են, բլոկավորվում են, ինչ որ ու դա շատ սխալ է։ Նախնական ինչ որ պայմանավորվածությունների տիրույթում բաներ են մտածում, քննարկում, ոնց եք պատկերացնում, կկարողանա ընդդիմությունը ինչ որ կերպ սրա հախից գալ, հա, ասենց ասեմ, հաղթել օրինական ընտրությունները միանա, միահամոր լինի, այդ կուչկեք ինձ դուր չի գալիս, մենք միայն պիտի իմ կարծիքն եմ ասում, ուզում է նեղանա, ուզում է չնեղանա, ես իմ կարծիքն եմ ասում, որպես պատերազմ տեսած, որպես ՍՍՀ ժողովրդի պատմություն ուսումնասիրած, ես հին աշխարհի պատմությունն ենք անցել, միջնադարյան պատմությունն ենք անցել, ՍՍՀ պատմությունն ենք անցել, հայ ժողովրդի պատմությունն ենք անցել։ Ես բոլոր պատմությունները գիտեմ, ամեն մի պատմությունից մի բան քաղել եմ։ Չեմ ասում, ես ով գիտի ինչ եմ, ուղղակի իմ կարծիքն եմ ասում։ Պիտի մնան Սամվել Կարապետյանը եւ Քոչարյանը։ Այլ ուրիշ մեկը չլինի, Տիկին Լիդա։ Ոչ, իմ կարծիքով այդ երկուսը, մնացած ոչ թե չլինեն, իրանց ուժերը միախառնվեն, կենտրոնացնեն այդ երկուսի վրա։ Քոչարյանը որպես ղեկավար, դուք փոքր եղել չեք իմացել, կարող է կամ չի հիշում։ Քոչարյանը։ Մենք հա։ Չէ, ես 10 տարի Քոչարյանի իշխանության օրոք աշխատել եմ։ Այո։ Ես այդքան փոքր չեմ, Տիկին Լիդա։ Այո։ Մենք Ես աշխատել եմ 6 ամսով փող չեմ ստացել, 3 ամսով թոշակ չեմ ստացել, 4 սոված ծարավ, առանց հացի, առանց ջրի, առանց մի բանի ապրել ենք։ Եկավ այդ մարդը երկիր ստեղծեց համաշխարհային բանով հայ ժողովրդին ճանաչեց աշխարհը։ Միջև այդ մեզ չէին մարդու տեղ դնում։ Դուք տեսել եք նրայու Ալիևի զրույցը։ Ես պետք է արձանագրեմ, որ այո, եւ երկրորդ նախագահի օրոք։ Այո։
եւ երրորդ նախագահի օրոք եւ հավատացեք ամենայն անկեղծությամբ եւ առաջին նախագահի օրոք մենք երբևէ աշխարհում այսքան չենք ամաչել ինչպես հիմա մենք ոչ մի անգամ աշխարհում չենք ամաչել տիկին Լիդա Սա ամոթի, չգիտեմ, տեսեք բոլոր մեր ղեկավարներն էլ մենք ներսում մեր բոլոր նախկին 3 նախագահներն էլ մենք ներսում ինչ խնդիր էլ որ ունենայինք ներքաղաքական կյանքում մեկը սիրեր, մեկը չսիրեր, մեկի համար լավ լիներ, մեկի համար վատ միջազգային հարթակներում մենք երբևէ մեր ղեկավարներից չենք ամաչել հասկանում եք եւ դա բոլոր նախորդ 3 նախագահներին ա վերաբերում Սովորաբար ասում են մենք սա մեր խայտառակությունը է ասում են պլինդուզից ցածր մենք պլինդուզից ցածր ինքել ենք փոսը իրա պատճառով իրա լեզունով էր ձգում որ գնայինք Չեխիայում ասի Ադրբեջան եւ Մարդը պայմանավորվել էր նախապես տիկին Լիդա կարող է գիտեք հենց նենցա գնացել ասել Դու գիտեք որ ես գետենը մտա որ ինքը ասեց բայց չէ պապից Մանր բանա բայց քաղաքականությունը մանր բաներից էլ է կարճում Դե դա հենց ցավն է որ դա մանր չի դա մեր դեմքն է ցույց տալիս այնտեղ մանր չի տիկին Լիդա իր տեսքը իր շնորհքը Մարդը չգիտեն այն Գիգորի հոր ասած նստել վեր կենալ չգիտե այդ մարդը Հիմա ինչ եք կարծում ամեն դեպքում նորից անցնենք այդ նախընտրական փուլին հա այս պահին դեռ պաշտոնական նախընտրական շրջան չի բայց այսպես հա արդեն սկսել են վերադասավորվել Պիտի հիմիկվանի սկսենք որ Այս ձեզ ընդդիմությունը ոնց պիտի աշխատի որ կարողանա սրան հանի Շատ լավ պիտի աշխատի պիտի միաբանվենք միայն Պատմության մեջ երբ որ միաբանվել ենք հաղթանակել ենք սկսենք փոքրերից չի ավարայրում հաղթանակեցինք Դա չենք հաղթել ավարայրում բայց չպարտվեցինք էլ Լավ այդտեղ մի քիչ տարընթերցումներ կան բայց ամեն դեպքում Զեյթունի պատերազմը Զեյթունի ինքնապաշտպանությունը Այն բանի Անդրանիկը որ կռվում էր այն բանկում Քանի հոգի Դե մեր ամենամեծ հաղթանակը եղավ Սարդարապատի հերոսամարտը, առաջին հանրապետությունը Սարդարապատն գիտեք ով էր կռվում Այն սոված ծարավ գաղթած գաղթականի ընտանիքի մարդիկ էին կռվում եւ Ղարաբաղյան ջոկատը որը եկավ այո Ղարաբաղցիներին այդքան ատում են ես եթե ժամանակ լինի կանդրադառնամ Գլուխները պատին են տալիս Ղարաբաղցիներին Ղարաբաղցիների Փիրումյան եղբայրները Սև ժապավենը ճակատներին կապեցին ու հացան եկան երբ որ թող չնեղանան հայաստանցիները երբ որ նահանջում էին ասում էին հնարավոր չի եկավ Սարդարապատ Փիրումյան եղբայրները սաղ գիտեն թե եղբայրներ են եղբայրներ չեն եղբայր եւ եղբոր տղան այո Պավել բեկ եւ Պողոս բեկ Պավելը հոր եղբայրներ Պողոսը աղբոր տղա Հիմա տեսեք, դուք շատ լավ օրինակ բերեցիք տիկին Լիդա, այ ասում եք, որ հայաստանցիներից այն ժամանակ էլ Հայաստանում բնակվողները չէին կռվում։ Գիտեք, նույն բանն է հիմա։ Այդ դրանք սերնդեսերունդ եկել են հասել են հիմա էլ 2026 թիվ, չէ՞ դրանց ժառանգները։ Էլի եղել են այն մարտիկ, հայրենասեր, համարցակ հայի գենը եւ այն նրանք որոնք այսօր կան էլի նրանց պապու պապերն են եղել էլի ինչ տարբերություն տիկին Լիդա ես նստել եմ այն էլ կա ու 100 տարի անցել նորից նույնը տեսնում ենք եկեք միաձուլվենք ձեր ցավը տանեմ մեծ մարդ եմ խնդրում եմ այն որ ասում պարավը գիտնական չէր բայց գլուխը եկած էր նստել եմ մի տաքսի ասում ավելի լավ է թուրքը գա քան թե Արցախ Ղարաբաղցին ասեցի կարող է դուք արևմտյան Հայաստանից եք ասում հա ինչ իմացար թուրք ինչ իմացա քույրիկ ես մի լավ պատասխան տվեցի իրան որը եթերային չի հասկացավ հա չհասկացավ ցավոք չհասկացավ 6000 դրամով այն որ գնացել ենք
բանի կաթղիկոսին պաշտպանելու 6000 դրամով բերեց մասիվ։ Չհասկացավ, թե հասկացավ լռեց, ասեց սկզբից եկել ենք բան, Նախճիվան, ասացի ափսոս այդ հող որ գնացել եք։ Գիտեք տեղով ածնվել, ասում չէ, ասում չէ, ասում դա Նժդեի հայրենիքն է, հետո եկել ենք Երևան։ Նա ինչ է հասկանում Նժդեից, Նժդեի մացող մարդը տենց բան կասի։ Ավելի լավ է թուրքը գա, քան թե արցախցին։ Տեսեք, Տիկին Լիդա, ես ուզում եմ ձեզ ուղղակի ասեմ, որ պետք չի թուրք տալ այդպիսի կարծիքներին, տեսակետներին, գիտեք, Հայաստանում ապրող ժողովուրդը շատ բազմաշերտ է։ Շատ բազմաբնույթ է։ Բայց լավն ենք եղել։ Իհարկե, դրա համար մի ապուշ միտեղ մի բան ասում է, դուք հաստատ մի նեղվեք դրանից եւ դրան թուրք մի տվեք։ Ասում է, ասա հա եղավ։ Մենք վերջերջո չգիտենք, չեն այն ինչ գենետիկա ունի։ Մենք ինչ գիտենք, հայախոս բազում ոչ հայեր են ապրում Հայաստանում։ Թուրքիայում ինչի են արգելել գենետիկ բանը, DNK-ի անալիզը։ Որովհետեւ պարզվում է, որ մեծ մասը հայ է։ Մեծ մասը հայ է։ Ծագում ունի հայկական, այո։ Արգելել են, բայց գնում են արտասահմանում անալիզանում տեսնում են հայ։ Ընկնում դեպրեսիայի մեջ։ Գիտեք, չէ, այդպիսի վիդեոներ եմ տեսել, որ իրենք վստահ, որ, չգիտեմ, 100%-անոց թուրք են, դե թուրքը որն է արտակ, ընկնում են դեպրեսիայի մեջ, իմանում են, որ հայկական արմատներ ունեն։ Հիմա ստեղել է այդ ձեզ այդպիսի բան ասողը, որ գնա գենետիկ անալիզ տա, մենք չենք իմանա տակից ինչ դուրս կգա։ Դուք մի նեղացեք ու մի վիրավորվեք այդպիսի մարդկանցից։ Դրանք միշտ իմիջայլոց Տիկին Լիդա, դրանք միշտ եղել են։ Եղել։ 90-ական թվականներին, երբ Արցախի հայերը ժամանակավոր կացությամբ եկան Հայաստան այդ ծանր պայքարի եւ կռվի տարիներին, ես ձեզ մի հատ տխուր պատմություն պիտի պատմեմ։ Իմ քեռին այդ ժամանակ ապրում էր Եղվարդում, Վարձով ապրում էր, հենց Մարտակերտը ազատագրվեց, հետ գնաց, ինքն էլ հաշմանդամ մարդ էր։ Մի ոտքը չկար, շատ երիտասարդ տարիքում, պատանի տարիքում կարելի է ասել, դժբախտ պատահարից ոտքը կորցրել էր եւ Եղվարդում այդ մթից սրտի տարիներին հացի հերթում կանգնած էր եղել, կհիշեք ինչ տարիներ էին, այդ 11 ամիսը, որ այստեղ ապրեցի մինչև ազատագրելը Մարտակերտը, նույն Եղվարդում եղել էր այդ խնդիրը եւ ասել էին, այս Ղարաբաղցիներին մի թողեք, որ հերթում առաջ կանգնեն, թող գնան հետ, գալիս էին ամեն մեկը իրանց հերթը չէին թողում, որ առաջ կանգնեին եւ իրենց հերթով գային։ Ուզում եմ ասեմ, որ միշտ այդպիսի դեպքեր եղել են, նույնիսկ այն ժամանակ 90-ականներին է դա եղել, բայց դա չի նշանակում, որ դա մեր ժողովրդի մասին է։ Դա չի նշանակում, որ հայը այդպիսին է։ Միշտ այդպիսի թերություններ, թյուրիմացություններ լինում են ժողովուրդների մեջ։ Եղել է պատմությունը Բա ոնց, լինում են դրա համար պետք չի տուրք տալ։ Մեր ժողովուրդը ազնվագույն է, այն իսկական իր ազգային գեներով հայի մասին եմ խոսում։ Հիմա թե չէ այտենց լիքը խառնածիններ կան, մենք պիտի նստենք տուրք տանք դրանց։ Ուղղակի պիտի նենց անենք, որ դրանց խոսքը, ասելիքը որոշիչ չլինի։ Այդքան բան։ Ես ասում եմ, ես հայ եմ, իմ տղան հայ է, աշխարհը գիտի իմ տղայի մասին, ես կիսատ թողեցի։ Ես Գյուլիստանում, երբ որ վերտալյոտը գնում էր գալիս, ինձ ասացին, որ դու տեղաց չես, Երևանի գրանցումն էի, Հայաստանի գրանցում, գնա քեզ վերտալյոտը կտանի։ Ճիշտ ասած գնացի, վերտալյոտը տեղ չկար նստեմ, այդտեղ գիշերեցի։ Գիշերեցի, այդ գիշերն էլ մենք բան արեցինք, հենց ես այրոպորտից եմ, այրոպորտ չէր էլի, մի հատ տափարակեր լեռների բանում, Գյուլիստանի վերևը, ընդեղից գնացինք, այ որտեղից ես եկել եմ մի տարեկան, 1.5 տարեկան երեխոս, այս տղաս բախտի, չգիտեմ, դաշան ճակատագրի, հենց նույն տեղն է գնացել այդ երեխես զոհվել, եղնիկները տեղամասում, երբ որ Խոջալույից Խոնջալույի տանկային զորամասում էր բանանում, որ ամենաընտիր զորամասներ, տեղից ուղարկել են օգնության, քյոխին, եղնիկներ, տեղազոհվել տղաս, 4 տանկա խփել, չգիտեք, առաջի տանկը խփվել է իր տանկը,
ինքը տեղափոխվել է երկրորդ տանկ, այդ երկրորդ տանկի զինամթերքն է վերջացել, տեղափոխվել է երրորդ տանկն էլ տարել է զինամթերքը վերջացել է, տարել է որ լիցքավորի, միջև դա լիցքավորելը ինքը մի ուրիշ տանկ անստել եկել, դրա զինամթերքն էլ է վերջացել, ինքը խոյահարել է թշնամու տանկին, մտել է տանկի մեջ, անձնակազմով զոհվել են այդ ֆոտոները, այդ նկարները, կա չգիտեմ տեսել եք, Տեսել եմ, ես ծանոթ եմ, բայց ես ուզում էի, որ դուք պատմեիք այդ մասին, ևս մեկ անգամ, Տիկին Լիդա։ Այդ զոհվել է 7 ամիս կորած մնացել է, ճիշտն ասած ես հիվանդացա 3 ամիս, բոլոր դռները ծեծել ենք, բոլոր դռները, հունիսի, հոկտեմբերի 5-ից սկսել եմ փտրտունքը, ամեն տեղ, ստեղ գնացեք, ընդեղ գնացեք, ոչ մեկը բան չգիտի, Արծրունն ամենակ, հաղթելու ենք, ես գիտեի, ես ոչ ռազմագետ եմ, ոչ կռվել եմ, ոչ տղամարդ եմ, հրացան բռնած չկամ, բայց ես գիտեի, որ սուտ է, 4 պետությունը եթե արձակվել է մեր վրա, մենք ոնց կարանք հաղթենք, ես գիտեի, որ խաբում է, ամեն տեղ էլ մտել ենք, ամեն տեղ, մեզ ոչ մեկը չի ընդունել, դռներ ենք ջարդել, վերջում եկանք ռազմական ես բանը, շտաբը, շրջապատել ենք, մի ամբողջ օր պատել շրջապատած, որ մի լուր իմանաք, չէին բանանում, վերտալոտով բերում էին հաց տալիս այդ մեջի ժողովրդին, վերտալոտով տանում բերում, մեզ դուրս չեն գալ, գոնե ես համաձայն էի, որ ինձ խաբեն, ասում է գերի է, այդ տղա ասում գերին դուք եք այս ստրուկներ, Դավիթս գերի ընկնող տղա է, բոլորը գիտեն Դավիթիս, ես երբեք էլ եմ տղայի մասին չեմ խոսում, ես հայրենիքի մասին եմ խոսում, բոլորն են կռվել, բոլորը, մեր տղաննես պատմություններ կան, որ փշաքաղվելու բան է, Տիկին Լիդա, ես ուզում եմ փառք ու պատիվ ասել կրկին ու կրկին մեր զոհված տղաներին, որոնք հանուն մեր հայրենիքի ազատագրման, հանուն մեր հայրենիքի զորացման, հանուն մեր հայրենիքի հետագա ամրության և ամրապնդման են կռվել և մենք իրավունք չունենք նրանց ժառանգությունը, այսպես ասած, նրանց այդ խորհուրդը ի կատար չածել և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր հայրենիքը մնա ամուր, պինդ և այդ տղաները, մեր լուսավոր տղաները, այդ թվում և ձեր որդին Դավիթը վերևից տեսնեն, որ մենք այդ ամենը իրականացրեցինք։ Ես հենց հետ եմ ուզում, որ ասում են Ղարաբաղցին չի կռվել, մեզ հաց չի տվել, մեզ ջուր չի տվել, Ղարաբաղցի թող գնան Աբրամյան Ալային հիշեն, Գերտային հիշեն 20 օրական ամուսնացած, ամուսնուն ա կորցրել, զույգ աղբերներին ա կորցրել, հորն ա կորցրել, թող Ադելինային հիշեն, հազարավոր չէ, հարյուրավոր դեպքեր կան, որ զարմանում ես, ոնց կարող է մարդը սենց անի։ Ոչ իրենք թուրքական քարոզչություն են իրականացնում, Տիկին Լիդա, դուք ինչի վրա եք զարմանում և մի էլ ջղայնացեք, մի էլ նեղսրտեք դրա համար, սա հստակ թուրքական քարոզչություն է և իրենք ուզում են, տեսեք, Ալիևը այնտեղ ինչ ասում է, սա նույնը ստեղ կրկնում է, սա ստեղից մի բան ասում է, Ալիևը այնտեղից հաստատում է, սա բան են, Քարդաշներ են, քարդաշ, իրանց լեզվով եմ խոսում, որ հասկանան, սա մի եղբայրական միասնություն է։ Թվում է, որոշ բաներ ինքն է ստեղից հուշում, որ ես էլ կարելի է։ Իհարկե սրա ասածը նրանք բանտեղ չեն դնի, նրանք են օրակարգը ստեղծողը, ինչ եք ասում, հիմա տեսեք, ասում է գնում ենք խաղաղության ճանապարհով, խաղաղության դռները բացել է Փաշինյան Նիկոլը։ Խաղաղություն չի լինելու, ասում է գերբը հանի, որ ես խաղաղություն բանանեմ, Սահմանադրությունը փոխի ասում։ Սահմանադրությունը փոխի,
հլատես ինչերի է հասնում։ Ես միջանկյալ պատմեմ կներեք, էլի եմ պատմել ուրիշ տեղ։ Երբ որ սովետական միությունը, դե ասում եմ, ես մի քանի պատմություն եմ անցել, սովետական պատմություն եմ անցել։ Երբ որ 22 թվականին սովետական միությունը կազմավորվում էր 15 պետություն, այս անդրկովկասյան պետությունները այս երեքը կոչում էր անդրֆեդերացիա, են բանը չկար, մեր բալթյան երկրները դե հետո միացան մեզ, բանը Թուրքիան մեզ նոտան ներկայացրեց, բողոք ներկայացրեց, որ ինչի Արարատ Սարի գագաթին բան կա, Արարատը ինչի բանի գերբի մեջ է, Չիչերինը մեր այն ժամանակվա արտգործ նախարարը, էլի եմ պատմել, բայց ուզում եմ պատմել ժողովուրդը հասկանան, որ նույնիսկ ռուսել չի, եվրեյ էր, ասելա, եթե կիսալուսինը ձեր դրոշի մեջ վրայա, պիտի կարծենք, որ մտածենք, որ բանը կիսալուսին թուրքերինն է, պապանձվեցին, 100 տարի պապանձված մնացին։ Միջև սրանք եկան, որ Արարատի վրա նկրտումներ ունենան։ Հեղափոխություն լինի, չգիտեմ, հեղափոխություն անունը դնելու, թե ինչա լինելու այդ փոփոխության անունը, սա պետք է փոխվի։ Հայ ժողովուրդը ընկնելու է երկու թուրքի, այսենց գնալու է բան, իր մեծ թուրանը, մենք մնալու ենք բետոնի տակ, մենք մնալու ենք ասֆալտի տակ, պետք է բոլորը փոխվեն։ Նախ ոչ մեկը, ոչ մի մասնագետ իր մասնագիտությանը չի տիրապետում։ Ով է մեր առողջապահության նախարարը։ Դե պարզ է, եթե այդպես գնանք, մենք շատ վատ մասնագիտական համայնք ունենք, դա հայտարարություն է։ Ուզում եմ ժողովուրդը իմանալ, մեր սոցիալ նախարարը ով է այն բանը, այն մումիան, այն եգիպտական մումիան, ով է մեր առողջապահության նախարարը, նա պիտի բոլոր թոշակառուներից ներողություն խնդրի, ոչ մեկը չի պահանջում։ Նա թոշակառուներին բեռա նշանակում, 75 տարեկան եմ, 60 տարվա ստաժ ունեմ, քիմիական ստաժ ունեմ ինձ։ Դե հիմա սրանցից ադեկվատություն ակնկալելը դա կեղծ օրակարգ է, մենք պետք է ձգտենք, որպեսզի կարողանանք բան փոխել մեր երկրում։ Ես էլ ասում եմ, այսպես չի մնա, Աստված մեծ է։ Ես էլ եմ, հույսս արդեն դրել եմ Աստված։ Միայն Աստծո։ Եկեղեցու նկատմամբ այս խայտառակ հետապնդումները մեզ ուր կհասցնեն ըստ ձեզ։ Վերջն է լինելու։ Թուրքանալու ենք վերջ։ Տարիներ հետո գնալու ենք DNK-ի անալիզի։ Այդ ստորը ով է թուրքը, ասում եմ սելջուկը, մողոլ թաթարը, չգիտեմ ովքեր եկել են, մեր եկեղեցուն ձեռք չեն տվել։ 17 դար մենք առանց պետության ենք մնացել, ընդմիջումներով, ասենք կար ժամկետներով մենք պետականություն չենք ունեցել, մենք ունեցել ենք պետականություն։ Հիմա եկեղեցու պայքարում ո՞նց ենք մենք կարողանալու։ Մենք պիտի մեր կաթողիկոսին պաշտպանենք կյանքի գնով։ Ես ասում եմ, եթե ինչ էլ լինի, պիտի պայքարենք, մեր կաթողիկոսին, մեր սրբազանները պիտի ազատվեն դրա լծի տակից, սա պիտի վերանա, եթե Նիկոլը մնա, ժողովուրդը չի մնալու, եթե մնայել շատ խեղճ, աշխարհում անհայտնի պետություն, անտեր, որ մենք միշտ սիրում ենք ու լավ ենք անում, որ սիրում ենք Տիգրամեծ ենք բանանում, Աշոտ Երկաթ ենք անում, մեր Աշոտ Երկաթը, Մինասյան Աշոտ Երկաթը, միջանկյալ ասում, ինչի անստած։ Դե բոլոր նորմալ, ամուր, պինդ, տղերքին տարել եք, 4 սրբազան են դատել։ Դուք դատարան մտել եք, ինչի են տղան ձվածեղ անում գնում անստում։
Հա, ասում է, իրանց հեգնում է, ասում է, մեզ ձեռը առնում, մեզ Դու վիրավորում։ հեգնված ես, դու տականք ես, նորից եմ ասում, նրան այնքան ձեռ առած, այնքան տնազարած, այնքան պախարակված կա, ես չեմ ուզում այդ բանը, նա այնքան պախարակվել է, որ աշխարհը նրան ճանաչում է, ձեռ առնում, նրան Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտը չի ճանաչում, ասում է այն տղան։ Հա, բայց տարան պարգև տվեցին, չէ՞, մի հատ մեդալ տվեցին։ Որովհետև իրանք էլ են ստոր։ Դե, այս ամեն ինչը տեսեք, հիմա աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները կարծես թե շատ լավ գիտեն սա ով է, բայց սա իրենց պետք է, որովհետև սա օգտագործում են։ Այո, ինչ ասում են, խելոք անում են, սա է խնդիրը։ Մենք մեր կռիվը պետք է տանք։ Մենք պիտի մենք ժողովրդով վեր կենանք, մեր դեպուտատները պիտի վեր կենան, մեզ առաջնորդեն։ Առաջ Աստված, տեսնենք ոնց կլինի, ես հուսառատ եմ եւ մեծ ակնկալիքներ ունեմ, որ մենք այսպես չենք մնա եւ ինչ որ մի պահի բեկում է լինելու, տիկին Ով Լիդա։ ընտրվում է նստացնում է բանը Տիմ, այո։ Վարդան Ղուկասյանը խիա նստած բանտում։ Այն Մամիկոն Ասլանյանը ինչի նստեց բանտում։ Որտեվ ընտրվել էր Վանաձորի քաղաքապետ Մարթուն տարան բռնեցին։ Վանաձորցի Դավիթը մեղավոր Համբարձումյան Մասիսի քաղաքապետը նույնը տնային կալանքի մեջ է։ Այն մի տղան էլ սպանվեց։ Կամ սպանվում է Հարաքարի։ մեր տղաները, այդ որ ասում են 5000 սուտ է։ Մենք առնվազն 7000 զոհ ենք ունեցել։ Դուք վերջում էլ Արցախցուն վառեցին, ճանապարհեցին։ Նրանց նավթը 40 դրամանոց ավել նավթը մեզ պետք էր, նրանց 4-րդ կարգի ցորենը մեզ պետք էր։ Մենք շատ բաներ բաց թողեցինք, իմ կարճ խելքով։ Երբ որ նա գնաց բանում հանձնեց Չեխիայում հանձնեց եկավ, ասեց Արցախը Ադրբեջանն է։ Մենք իջի аэроպորտը շրջապատեցինք, ասենք շան տղա։ Դու Արցախի տերն ես, որ ծախեցիր։ Միգուցե մեծ բաց թողումներ մենք ունեցել ենք եւ նաեւ անտարբեր զանգվածը մեր ժողովրդի մեջ շատ մեծ է։ Մեր ոստիկանները դուք տեսել եք մեզ ոնց ծեծեցին բանում։ Այո, Եռաբլուրում։ Շատ լավ հիշում եմ։ Ոստիկանը հայ չի։ Դե հիմա այս իրավիճակն է, Տիկին Լիդա, մենք պետք է արդեն եզրափակենք մեր զրույցը, Տիկին Լիդա, ես շատ շնորհակալ եմ, որ այսօր հյուրընկալվեցիք մեզ մոտ, ասելիք այնքան շատ կա, խոսելիք շատ կա, բայց հավատացեք, որ արդեն ամեն ինչ ակնհայտ է եւ շատ հստակ ու պարզ է, մեզ միայն մնում է, որ կարողանանք այսպես համախմբենք, այդ ատելությունը մեր միջից վերանա, ժողովուրդ, հայ ենք մենք, Ղարաբաղցին էլ է հայ, պատմական փոքր Սյունիքն է, Արցախ աշխարհն է, պետք է համախմբենք եւ պիտի համախմբենք, իրանց դատենք, նորմալ պիտի դատ գնա։ Անպայման, արդարադատության առջև պետք է կանգնենք։ Արդարադատության առաջ, ես ասել եմ այս բառը, իմն ասել եմ, տեր չկանգնեք այդ բառին, բանն ասում, մեզ ֆաշիստ ասում, թուրքը։ Պիտի Նյուրնբերգյան դատավարությունը կրկնվի։ Ով ինչ արել է պիտի պատասխան տա։ Միանշանակ, Տիկին Լիդա։ Սա սենց չի լինի։ 8 տարի է տառապում ենք մենք։ Ինչքան կարելի է։ Պետք է ամեն ինչը վերջանա, ես հուսառատ եմ, հուսով եմ եւ շնորհակալ եմ, որ այսօր Տիկին Լիդա հյուրընկալվեցիք ինձ մոտ։ Եթե ավել պակաս խոսացին ներող Դուք ավել պակաս չեք կարող խոսել։ Ժողովուրդն է թողների, ժողովուրդ ջան, շատ եմ խնդրում, տեքստից բան ավել ասում եմ։ Եկեք բոլորս միաբանվենք, սարդարապատ ստեղծենք, գիրք կարդանք, պատմություն կարդանք, կանգնենք մեր ղեկավարների կողքը եւ մեր սրբազանի գլխին, փառք մեր ժողովրդին, փառք մեր նահատակներին զոհված,
Տիկին Լիդա, շնորհակալ եմ հանգստացեք։ Դառնան մեր տղաները, Միանշանակ։ բոլորը թողներ են, ես անունները չեմ տալի։ Ես բոլոր նկարները հանել եմ, չգիտեմ, ցուցադրում եմ մեկ-մեկ։ Բոլոր նկարները են քսերոքս աղջիկն ասում է, Տիկին Լիդա, եք բանանում։ Նկարները հանել եմ, պահում եմ հերոսները, ասում եմ պատմությունը, որպեսզի ճանաչի մեր տղաների։ Ճիշտ եք անում, լավ գործ եք անում եւ ես էլ ձեզ շնորհակալ եմ այսօրվա հաղորդման համար, Տիկին Լիդա, մեր հետևորդներին, հեռուստադիտողներին ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ Լիդա Մայրիկն էր այսօր ինձ հյուրընկալվել, Տիկին Լիդա Արուշանյանը, 44-օրյա պատերազմում զոհված եւ Արցախի հերոս դարձած Դավիթ Արուշանյանի մայրը։ Իսկ մենք կհանդիպենք, լավ մնացեք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։